Բարև ձեզ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանին։ Բարև ձեզ, Տիկին Ադամյան։ Բարև։ Տիկին Ադամյան, Դոնալդ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահ եւ հիմա շատ շատերին հետաքրում է, թե ինչպես է նա վերաբերվելու մեր տարածաշրջանին։ Շատ են խոսակցությունները, որ օրինակ Իրանի հետ կապված Թրամփը շատ ավելի կոպիտ կլինի, Ռուսաստանի նկատմամբ ինքը ամենաշատ սանկցիաներն է կիրառել եւ այդ ամենը կարող են Հայաստանի վրա վատ ազդեցություն գործել։ Շնորհակալ եմ իհարկե հրավերի համար։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեմոկրատական իշխանություն կլինի, թե հանրապետական իշխանություն կլինի, հիմնականում Ամերիկայի գերակաշահերը չեն փոխվում որևէ տարածաշրջանում։ Առավել ևս Դոնալդ Թրամփի պարագայում։ Եթե հիշում եք 2016-2020 թվականներին նա նախագահ դարձավ American First կարգախոսով։ Եվ հիմա էլ գործում է այդ կարգախոսը։ Երկրորդ անգամ նա իշխանության եկավ դարձյալ նույն կարգախոսով, մի քիչ ավելի կոշտացրած, որ Ամերիկայի համար սկսվելու է ոսկե դարաշրջան։ Ինչ է նշանակում Ամերիկայի ոսկե դարաշրջանը, կարծում եմ մենք առաջիկա 4 տարիներին կհամոզվենք, կտեսնենք կամ կհասկանանք գոնե որ։ Ինչ կարող է նշանակել դա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ։ Այստեղ գլխավորը մնում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Թրամփը նախընտրական շրջանում խոստանում էր, որ իր ընտրվելու պարագայում ռուս-ուկրաինական պատերազմը կդադարեցնի գրեթե 1-2 օրում։ Ինչպես տեսնում եք, ընտրվեց, բայց ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Դեռևս չի ստանձնել։ Այստեղ կարող է վերապահում լինել, ես հենց դա էի ուզում ասել, որ այն ժամանակ նա չէր ասում ընտրվելուց անմիջապես հետո, թե պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Այսինքն մինչև հունվար Դոնալդ Թրամփը այդ ժամանակը ունի, մինչև հունվարի 20-ը երթմնակալությունը։ Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ որոշումներ է ընդունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը կապված ռուս-ուկրաինական պատերազմում որոշակի փոփոխությունների հետ, Ուկրաինայինս մեծ աջակցության հետ, եւ դրամական աջակցության, եւ պարտքերը ներելու, եւ տարբեր զինատեսակներ տրամադրելու, այդ զինատեսակները օգտագործելու հնարավորություն տալու, գիտեք, ես չեմ կարծում, որ հեռացող նախագահը եւ ընտրված նախագահը միմյանց հետ այդ հարցերը չեն համաձայնեցրել։ Միգուցե դա նրա համար է, որ Ռուսաստանին Բայդենը այնպիսի իրավիճակի մեջ գցի մինչև իր պաշտոնավարման ավարտը, որպեսզի Թրամփը արդեն երբ առաջարկ անի Պուտինը համաձայնվի, շատ ավելի դյուրին լինի Ուկրաինայի համար բանակցությունները, որովհետեւ միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունել Թրամփի առաջարկները, այսպես ասած հրադադարի, զինադադարի առաջարկները, կոնֆլիկտը սառեցնելու առաջարկը, եւ պետք է որ ինչպես չի ընդունել նաեւ Ուկրաինան խաղաղություն տարածքների դիմաց կարգախոսը։ Դա նշանակում է, որ Ուկրաինայի բանակցային դիրքերը ամրապնդելու որոշակի քայլեր է անում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ գուցե ինչ-որ պատերազմը դադարեցնելու հույսերը ամրապնդվում են, եթե հաշվի առնենք, որ Պեսկովն էլ անդադ հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, Ռուսաստանը երբեք բանակցություններ չի մերժել եւ այլն, բայց միաժամանակ պահում են իրենց կոշտ դիրքորոշումը։ Իսկ թե ինչ հայտարարություններ է անում արդեն անվտանգության քարտուղար Դմիտրի Մեդվեդևը, ես չի որ պիտի մեկնաբանեմ, դրանք խելահեղ հայտարարություններ են, որոնք ամբողջ աշխարհին միջուկային, համաշխարհային 3-4, չգիտեմ, վերջին պատերազմով են սպառնում, կարծում եմ այդ հայտարարությունները հիբրիդային պատերազմի ենթատեքստում են եւ իրական սպառնալիք չեն կարող ներկայացնել, որքանով էլ որ Ռուսաստանի քաղաքականությունը կարող է անկանխատեսելի լինել։ Ես ինչու այսքան անդրադարձա ռուս-ուկրաինական պատերազմին, որովհետեւ միանշանակ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը իր ազդեցությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա։ Եվ եթե հաշվի առնենք, որ Դոնալդ Թրամփը իր նախընտրական շրջանում հայտարարում էր, որ ինքը գալիս է պատերազմները դադարեցնելու, դա վերաբերում էր բոլոր պատերազմներին, թե Իսրայել-Պաղեստին, թե ռուս-ուկրաինական, թե մեր կոնֆլիկտին Ադրբեջանի հետ, փաստորեն մենք հիմա գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգախոսով
այս իրավիճակում են գտնվում եւ եթե Հայաստանի Հանրապետությունը այս իրավիճակից ելքը տեսնում է խաղաղության համաձայնագրի կնքմամբ հայտնի չէ որևէ ելք Ալիևը տեսնում է թե չի տեսնում կամ ընդհանրապես Ալիևի ինչին է պետք խաղաղության համաձայնագիրը որպեսզի ամրագրի իր հաղթանակը նա առանց այդ էլ համարում է իրեն տիեզերական հաղթող տարածաշրջանի Նապոլեոն Բոնապարտ ինչ ամրագրի ինքը ուզում է նոր նվաճումների գնալ ինքը ուզում է նոր ձեռքբերումներ ունենալ ինչ հաղթանակ ամրագրի Ալիևին հաղթանակ ամրագրել պետք չի հակառակը գիտեք Իլհամ Ալիևը այս պահին խաղաղություն համաձայնագիր կնքելու որևէ դրդապատճառ չունի Նախ առաջին հերթին եթե Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության հետ կնքում է խաղաղության համաձայնագիր դա նշանակում է արտաքին թշնամու վտանգը վերացել է Իսկ Իլհամ Ալիևի բռնապետական իշխանությունը պահելու համար միանշանակ է որ նրան պետք է արտաքին թշնամի Լավ եթե Հայաստանը չի թշնամին Ադրբեջանի բոլոր ձախորդությունների սոցիալական ծանր վիճակի դեպ ադրբեջանական մանաթը շատ ավելի ծանր անկում է ապրել քան թուրքական լիրան մենք չգիտես ինչու է թեմաներին շատ քիչ են կանրադառնում սոցիալական վիճակին ադրբեջանցիների շատ քիչ են կանրադառնում շատ քիչ են կանրադառնում այն փաստին թե որքան ինքնասպանություններ ու սպանություններ են լինում Ադրբեջանի հաղթանակած բանակում ընդ որում անձնասպան են լինում այդ իրենց հայրենական մեծ պատերազմի հերոսները չգիտես ինչի այս խնդիրները ես կարծում եմ որ մենք բոլոր դեպքերում այս խնդիրները պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք հասկանալու համար թե ինչ է կատարվում բուն Ադրբեջանում եւ այդ վտանգները կանխելու համար ինչ քայլեր կձեռնարկի Իլհամ Ալիևը եթե Իլհամ Ալիևը գնում է մեզ այդ խաղաղության համաձայնագրի կնքելու նա ստիպված է փոխել իր պետության հայեցակարգը արտաքին թշնամու վրա հենված հայեցակարգը Նա մեզնից պահանջում է սահմանադրության փոփոխություն, բայց ինքը կանգնում է իր կենսափիլիսոփայության, իր անկախ պետության գոյության հիմնակարը փոխելու, չկա թշնամի, ելում է սատում, ում նկատմամբ է սեփականության քարոզը տարածում։ Չեք կարծում, որ Ալիևը նաև վախենում է հետագա ռևանշից։ Որ Հայաստանը կարող է զարգանալ, հզորանալ տնտեսապես։ Այդ էսեք Իլհամ Ալիևի բոլոր քայլերը պահանջները, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանից եվրադիտորդները հեռանան, որ Հայաստանի Հանրապետությունը չզինվի, մեղադրանքները Ֆրանսիային եւ այն երկրներին, որոնք Հայաստանի Հանրապետությանը զենք են մատակարարում ու հայտարարությունը իբր թե Հայաստանի Հանրապետությունը զինվելով Հարավային Կովկասը մատնում է սպառազինությունների այնպիսի մրցավազքի, որոնք անկայունություն ու եսիմել ինչ բառաբարդումները պարզապես անիմաստ է վերակրկնել, որովհետև դրանք հիմքում պարզապես սուտ են եւ հիմքում Ալիևի սարսափն են, Ալիևի վախն են, որովհետև Ալիևը շատ լավ գիտի, որ ցանկացած խաղաղություն, բարգավաճում Հայաստանի Հանրապետության համար դա վտանգ է ներկայացնում իր պետության իր կոնկրետ իր անձամբի իշխանության համար բայց ինչու շատ հետագայում պետք է ասեմ ինչու շատ լավ գիտի որովհետև նա պատմությանը նայում է Սոսկիր պատուհանից եթե ինքը այդպես է արել ուրեմն հայերն են այդպես անելու կանեն հայերը այդպես թե չեն անի դա Ալիևին չի հետաքրքրում Ալիևը կոնկրետ մտածում է որ 94 թվականի կործանարար պարտությունից հետո, որի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պետք է գնար զինադադարի կնքման, այլ պետք է գնար կապիտուլյացիայի ակտի կնքման։ Դե ես օրինակ լսել էի հենց հիմա Իլհամ Ալիևը փորձում է դա պարտադրել։ Այն ժամանակ փոխվել են դերերը։ Հիմա նա փորձում է հաղթողի դիրքերից առավելագույնը հնարավորինս փոկել։ Տեսեք ինչ միջազգային հայցեր են ներկայացնում, չգիտեմ, Ադրբեջանի տարածքում ինչեր են կավիրել, ինչեր վնաս են տվել ընդերքին, абսուրդ հայցեր, ըստ էության абսուրդ հայցեր, որոնք իրավական որևէ հիմք էլ չունեն։ Տիկին Ադամյան, վերջերս երբ տեսնում ենք մենք Թուրքիայի արդեն հայտարարությունները, մասնավորապես Էրդողանի, շատ ավելի կառուցողական են եւ ավելին իրենք արդեն նշում են, որ խաղաղությունը հնարավորինս շուտ պետք է լինի։ Ի հակառակ Լավրովի հայտարարության, ով նշում է, որ շուտ խաղաղությունը կարող է եւ արդյունավետ չլինել։ Ինչու է պայմանավորված Թուրքիայի այս նմանատիպ, հետաքրքրվածությունը, որ հնարավորինս շուտ խաղաղություն լինի, եւ ըստ ձեզ Թուրքիան ունի այն կշիռը, որ կարողանա Ալիևին ստիպել գնալ դրան։
Տեսեք, դուք շատ հրաշալի հիշատակեցիք Լավրովին։ Ինչու է Լավրովը հայտարարում խաղաղության համաձայնագիրը վաղաժամ կամ չգիտեմ չմշակված բավարար, որովհետև Ռուսաստանի Դաշնությունն է հենց այն գլխավոր գործոնը, որ Իլհամ Ալիևին կանխում է խաղաղության համաձայնագիր կնքելու։ Իլհամ Ալիևը եթե բոլոր դեպքերում իր դրական ու բացասական ակտիվները դներ, համադրեր, հավասարակշռեր տարածաշրջանում եւ համաշխարհային ասպարեզում Ադրբեջանի դերի նշանակության Ադրբեջան արևմուտք համագործակցության հեռանկարները այդ ամեն ինչը դիտարկեր, այնուամենայնիվ Իլհամ Ալիևը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման տակ եւ արևմուտքի ճնշման տակ գնալու էր խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Այստեղ նրան կանխող միակ գործոնը Ռուսաստանի Դաշնությունն եւ պարտավորությունը Ռուսաստանի Դաշնության առաջ։ Արցախ վեր ստանալու պարտավորություն։ Իսկ արդյոք այդտեղ ինքը շատ ավելի պարտավոր չէ Թուրքիային, քան Ռուսաստանը։ Գիտեք, այստեղ Վերջի վերջը չմոռանանք նաև կներեք, որ Ադրբեջանը շատ հեշտ կարողացավ նաև ռուս խաղապահներին հանել իր տարածքից։ Հիմա ինչ պարտավորության մասին։ Պատերազմում հաղթելու համար, այո, Իլհամ Ալիևը պարտական է, ոտքից գլուխ պարտական է Թուրքիային։ Եվ պարտական է ոչ միայն թուրքական զենքի համար, այլև այն մոջահեդների, որ անխափան Թուրքիան հասցնում էր Արցախ պատերազմելու մեր դեմ, հայերի դեմ։ Բոլոր հնարավոր աջակցության բոլոր հնարավոր տարբերակները քաղաքական, ռազմական, տնտեսական, հետախուզական, ֆինանսական նա Թուրքիայից ստացել է։ Բայց այնուամենայնիվ 2020-ի պատերազմում Իլհամ Ալիևը չի ստացել Ստեփանակերտը։ Այս Ստեփանակերտը Իլհամ Ալիևին նվիրել է Վլադիմիր Պուտինը։ Եվ նվիրել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, երակոմ հուշագրով, չասենք համաձայնագիր։ Այդ հուշագրում ստանձնելով պարտավորություններ եւ այդ պարտավորությունները չկատարելով, Լեռնային Ղարաբաղ մտցնելով ռուս խաղաղապահների, որոնք դարձել են ադրբեջանական բանակի վարձկաններ, առանց չափազանցության։ Նպաստելով Արցախի հայաթափմանը։ Մենք տեսնում ենք, որ հիմա Ալիևը կարողանում է շատ լավ մանևրել Թուրքիայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի արևմուտքի միջև։ Ավելին կարողանում է բիզնես պարտներ հանդիսանալ երեքի համարել։ Ըստ ձեզ որքան կարող է շարունակել այս մանևրը։ Բայց թույլ տվեք ձեր նախորդ հարցին պատասխանել Թուրքիայի։ Տեսեք, Թուրքիայի շահը տարածաշրջանում խաղաղությունն է եւ հաղորդակցողիների բացումը։ Թուրքիայի տնտեսությունը արդեն այն վիճակում չէ, որ Էրդողանը կարողանա պահպանել տնտեսությունը։ Էրդողանի իբրև քաղաքական գործչի դիրքերը կտրուկ նահանջ են ապրում։ Նա հասկանում է, որ հաջորդ ընտրությունում վերընտրվելու որևէ շանս չունի ոչ միայն ինքը անձամբ, այլև իր կուսակցությունը։ Եվ այս ընթացքը պետք է մինչև հաջորդ ընտրությունները այս ընթացքը պետք է օգտագործի տնտեսական վիճակը բարելավելու համար։ Որևէ այլ երկիր արևմուտքից ու Ամերիկայի Միացյալ Նահանգներից բացի չի կարող Էրդողանին այդ հնարավորությունը տալ ու չի տա, որովհետև եթե նա ինչ-որ միջոցներ ֆինանսական վարկեր բերի Չինաստանից, եթե բերի, հանկարծ պարզվելու է, որ Թուրքիայի կեսը արդեն չինական տիրապետության տակ է։ Չինաստանը միշտ գործում է այդ համակարգով։ Ռուսաստանը այդ հարցում ինքն է գտնվում շատ ավելի ծանր վիճակում, քան Թուրքիան, օգնական չի։ Այսինքն Թուրքիային մնում է միայն մի ելք՝ արևմուտք։ Եվ Թուրքիային մնում է նաև մի ելք, որպեսզի կարողանա համոզել Ադրբեջանին բացել հաղորդակցողինները, հրաժարվել միջանցքային տրամաբանությունից, որը պարտադրում է Ռուսաստանը, եւ հնարավորություն տալ, որ Թուրքիան դառնա մեծ առևտրային ճանապարհի հաբ, որը նրան առաջարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թուրքիայի համար փրկողակ է, գերագույն փրկողակ, այդ միջին միջանցքի գաղափարը Թուրքիայի համար գերագույն փրկողակ է։ Թուրքիան դառնում է Չինաստանից, Հնդկաստանից դեպի Եվրոպա ապրանքների տարանցման, իսկ դա նշանակում է միլիարդներ վայր։ Ինչպես նաև էներգակիրների։ Էլ չասած, որ կարող է դառնալ գազային հաբ, որը չստացվեց Ռուսաստանի հետ։
Հիմա Էրդողանը նայում է այդ հեռանկարները եւ համադրում է այդ հեռանկարները ու հանդիպում է Իլհամ Ալիևի, չգիտես ինչ համառությանը։ Ձեր կարծիքով ինչ պետք է նախընտրի Էրդողանը։ Միանշանակ է, չէ՞, արդեն որ Էրդողանը չի կանգնելու Իլհամ Ալիևի կողքին, եթե նա հանկարծ փորձի նախաձեռնի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։ Այդ պարագայում Անկարան չի լինելու։ Պարզ է։ Էրդողանը Ալիևի հետ հակասություններ ունի նաև Իսրայել-Պաղեստին կոնֆլիկտի հարցում, որովհետև համենայն դեպս կոնե հրապարակային քաղաքականության մակարդակով Էրդողանը հայտարարում է Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտությունը, Իսրայելի հետ խզել է առևտրական կապերը, համարյա թե դիվանագիտական հարաբերությունների խզման են գնում, միմյանց անդադ մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի մեջ։ Այո, բոլոր հնարավոր մեղքեր ասելով ես դա էլ նկատի ունեի, բայց իր կրծեր եղբայր Ադրբեջանը նույն պահին հանդես է գալիս իբրև Իսրայելի ռազմական դաշնակից, եթե չասենք ավելի։ Իսկ անցնենք մյուս հարցին, Ադրբեջանը որքան կարող է մանևրել այսպես։ Կարծում եմ ոչ երկար, որովհետև բոլոր դեպքերում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի իշխանության գալը, որը թե Ռուսաստանում, թե Ադրբեջանում, թե ինչու ոչ նաև Հայաստանի 5-րդ Շարասյան շարքերում ընդունվեց գերագույն հրճվանքով իբրև իրենց սրտի նախագահի ընտրություն, չի արդարացնելու նրանց բարձր վստահությունը, որովհետև Դոնալդ Թրամփը վարելու է մեղմ ասած այլ քաղաքականություն, քան նրանք պատկերացնում էին։ Արդեն այն հայտարարությունները, որ Թրամփը արել է պատերազմները դադարեցնելու վերաբերյալ, Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտման վերաբերյալ, արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի վերաբերյալ, այս բոլոր հայտարարությունները, որոնք հնչել են թե հայերին ուղված, թե Անտիլիասի Արամ առաջին կաթողիկոսի հետ հեռախոսազրույցում, դրանք կարող են պարզապես ձայն վերցնելու համար լինել նախընտրական խոստումներ, միանշանակ կարող են լինել նախընտրական խոստումներ եւ որևէ զարգացումներ չստանալ, բայց դրանց հաջորդել է Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցը։ Ես չեմ կարծում, որ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցը եղել է պարզապես բարև ձեզ, շնորհավորում եմ ձեզ, դուք ինչպես եք ու վերջ։ Իդեպ հետաքրքիրն այն է, որ նախորդ տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, առնվազն 4-5 տարի Հայաստանի ու ԱՄՆ նախագահի, Հայաստանի ղեկավարի ԱՄՆ ղեկավարի միջև հեռախոսազրույց չէր եղել։ Եթե չեմ սխալվում, կարտուղարի եւ վարչապետի միջև եղել է, բայց նախագահի միջև չէր եղել ու այսպես հեշտ դասավորվեց։ Շատ ավելի հետաքրքիր է, ասենք այն հանգամանքը, որ տարածաշրջանի որևէ այլ ղեկավարի հետ Ամենայն դեպս Թուրքիայի նախագահի, Վրաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի հետ որքան ինձ հայտնի է, Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց չի ունեցել։ Գիտեք, այստեղ ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ուղի իր սխալները, որ արել է Բայդենի իշխանավարման ընթացքում ձեռքից հերթով բաց թողնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիր կնքելու հնարավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խաղաղ միջուկային ծրագրի զարգացման համաձայնագիր կնքելու հնարավորությունը եւ զարգացնի հիմա գոնե որ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք այ նախկինում ստեղծված կապերը եւ կոնգրեսում եւ գործադիր իշխանությունում այդ կապերը հնարավորինս զարգացնի ու հասցնի տրամաբանական ավարտին, հասցնի համաձայնագրի կնքման։ Եվ կներեք, եւ կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի պաշտոնավարման օրոք արդեն նրա Սպիտակ տուն վերադարձից գերագույն հրճվանք համարյա թե անձնական ուրախություն ապրած Իլհամ Ալիևը այս պարագայում ինքեր չի ունենալու հրաժարվել Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակումից։ Այսինքն մենք կարող ենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից ակնկալել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները այլևս կշարունակվեն ամերիկյան Վաշինգտոնյան հարթակի ներքո, բայց սա հարցի մի կողմն է։ Կա հարցի երկրորդ կողմը, որ ես մշտապես շեշտում եմ, որևէ համաձայնագիր ում հետ էլ կնքվի, երբ էլ կնքվի, չի կարող ապահովել խաղաղություն։
Մեզ պետք է ուժերի հավասարակշռության վերականգնում տարածաշրջանում։ Եվ այդ ուժերի հավասարակշռության վերականգնումը տարածաշրջանում չի կարող վերաբերել միայն բանակին։ Դա պետք է վերաբերի եւ տնտեսությանը, եւ ժողովրդագրությանը։ Մենք պետք է դառնանք իրավապայմանագրային հարաբերությունների մեջ ինքնիշխանության մակարդակով այնպիսի բարձր մակարդակ ունեցող սուբյեկտ եւ տնտեսական, ռազմական, քաղաքական այնպիսի հնարավորություններ ունեցող ինքնիշխան պետություն, որի հետ Ադրբեջանը այլևս ռիսկ չանի պարզապես պատերազմի մեջ մտնել, որին պահանջներ ներկայացնել ռիսկ չանի։ Դրա համար մեզ ոչ միայն ժամանակ է պետք, ոչ միայն արագ գործել է պետք, ոչ միայն ակտիվ դիվանագիտություն է պետք, այլև դրա համար մեզ պետք է, ինչ ասեմ, մեր քաղաքականության փոփոխություն, որովհետև քանի դեռ մենք գտնվում ենք այս տարտանված հավասարակշիռ քաղաքականության բոլորի համար լավ լինելու կարգավիճակ ունեցող պետության դերում մենք այդ հաջողությունը չենք ունենալու։ Դոնալդ Տրամփը Բայդենի չի ասելու մնա հապկում, մնա ԵԱՏՄ-ում, որտեղ ուզում ես մնա, ինչ ուզում ես արա, ես քեզ զենք էլ կտամ, փող էլ կտամ, տնտեսությունդ էլ կզարգացնեմ եւ այլ։ Մեզ աշխարհակաղակական իրադարձությունների զարգացումն է որոշակիություն պահանջում մեզնից ու մեզնից պահանջում ընտրություն, վերջնական ընտրություն։ Որքան արագ այդ ընտրությունը մենք կկատարենք, այնքան մենք ավելի պաշտպանված կլինենք։ Վերջին թեման Տիկին Ադամյան, ներքաղաքական դաշտում եւս փոփոխություններ տեղի ունեցան եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ նիստից հետո մի շարք պաշտոնյաներ ազատման դիմում գրեցին, նշանակումներ եղան, ինչ է դες ամեն ինչը պայմանավորում ու ըստ ձեզ հասունացել էր այդ պահը, որ միանգամից 6 բարձրաստիճան պաշտոնյա հեռանան համակարգից, նորերը գան։ Ձեր հարցով դուք հիմա ինձ մողում եք անձի երկատման։ Իբրև Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ, ընդհանրապես իբրև կուսակցական, ես ուղղակի պարտավոր եմ ասել, որ դա ԿՊ-ի ներքին գործն է, կոռեկտ չի։ Իշխող կուսակցության ներսում կատարվող քայլերը, թեկուզ դրանք վերաբերեն իշխանական դասավորություններին մեկնաբանել, որտեղ ընտրված իշխանության իրավասությունն է իր պաշտոնյաներին պահանջներ ներկայացնել, աշխատանքի նշանակել կամ աշխատանքից ազատել։ Սա միանշանակ է, բայց իբրև միջին վիճակագրական հայ, ոչ իբրև կուսակցական, իբրև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, ինձ այնուամենայնիվ հետաքրքրում է, եթե Նիկոլ Փաշինյանը բուրըն շնորհակալություն է հայտնում բոլոր ձեր նշած գործիչներին, եթե իրենք են բուրըն շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին, Դե բոլորը բոլորից գոհ են։ Ինչու են աշխատանքից ազատվում։ Ձևն է գոհ լինելու։ Չէ, գիտեք, այստեղ կա համակարգային խնդիր։ Այդտեղ սոսկ քաղաքավարական ինչ-որ ժեստեր չեն միմյանց նկատմամբ, որովհետև մարդը, որ պարզապես լսում է ինչ-որ պաշտոնակության մասին, պիտի հասկանա պատճառը։ Եվ նոր նշանակվողի ծրագիրը պիտի իմանա։ Ինչով է սա տարբերվելու նախորդից։ Լավ, նախորդից դժգոհ էին, աշխատանքից ազատեցին անհայտ պատճառներով։ Ես այդպես էլ չիմացա, բայց ես ինչ իմանամ, նոր եկողը նույնը չի անելու։ Համար առաջին պահանջները ըստ որոնք պետք է լինեն։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, եթե մենք ուզում ենք բոլորս առաջին հերթին իշխանությունը, մենք դա կարող ենք առաջարկել, բայց իշխանությունը դա կարող է անել։ Եթե ուզում ենք ունենալ պետության ամբողջական կառավարում, կառավարելիության ապահովում, մենք պետք է փոխենք ոչ միայն կառավարության կադրերը, այլ կառուցվածքը։ Մենք պետք է ունենանք կառուցվածքային փոփոխություններ։ Տեսեք, աշխարհը շատ հարաբերփոխ է։ Անդադ նոր մարտահրավերներ են ձևավորում, թե տարածաշրջանում, թե մեր պետության առաջ, թե զարգացման խնդիրների առաջ, նոր խնդիրներ են մեր առաջ դնում։ Օրինակ, ինչու մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն։ Մենք անվերջ խոսում ենք գյուղատնտեսության անկումից։ Մեզ պետք է գյուղատնտեսության նախարարություն։ Մեզ պետք է ատոմային էներգետիկայի նախարարություն։
Արդեն մշակույթի մասին չեմ ասում։ ԵՄ ինտեգրվելու նախարարության մասին էի խոսում, նաև փոխվական վարչապետի բազմիցս նշել եմ, հրաշալի է որ դուք ասացիք, Եվրոինտեգրման նախարարություն ինչու մենք չունենք։ Իդեպ Եվրոինտեգրման նախարարություն ունենալու խոստումը հնչել է նաև ԿՊ պատգամավորների շուրթերից։ Այո, ասել են, որ քննարկելի է նաև փոխվարչապետի ունենալը ԵՄ-ի մասով։ Այո, եւ Առաջիկայում միգուցե։ Երբ Ժամանակը ցույց կտա։ Գիտեք, ժամանակը ցույց է տալիս, որ ոչինչ ցույց չի տալիս։ Բայց ժամանակը նաև մի ուրիշ բան է ցույց տալիս։ Ինչքան է մնացել մինչև 2026-ը։ Տարի ու կես։ Եվ արդյոք այդ տարի ու կեսում քաղաքացիական պայմանագիրը իբրև իշխանություն հասցնելու է իր բոլոր խոստումները գոնե կիսով չափանել։ Վաղուց հասունացել է անհրաժեշտությունը հստակ ընտրություն կատարելու։ Տեսեք, սոց թարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 58%-ը Եվրամիության անդամակցության կողմնակից է։ Ինչու պետք է Հայաստանի Հանրապետության իշխանությունը Հայաստանի Հանրապետության բնակչության 58%-ի կարծիքը անտեսի։ Ես հիմա չեմ խոսում Եվրամիության անդամակցության հարցերով նախարարություն ստեղծելու մասին։ Ես խոսում եմ ազգային ժողովում, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստորագրությունների վավերականությունը հաստատվի, պետաիրավական հանձնաժողովում, հետո ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման հնարավոր ելքից։ Բայց դեռևս մենք չգիտենք, թե ինչ որոշում է կայացել։ Միգուցե հենց դրական է վերաբերվում իշխանությունը։ Գիտեք, ստորագրահավաքի ավարտից հետո ամենաշատ հնչող հարցը, թե հարցազրույցներում, թե տարբեր հանդիպումներում դա է. ձեր գնահատականով ինչ կանի ԿՊ-ն։ Եվ այստեղ ես չեմ ուզում ինչ որ գուշակությունների դաշտ մտնել։ Ես հասկանում եմ, որ ԿՊ-ում կա բազմազանություն տեսակետների եւ չկա որոշակիություն։ Որոշակի մասը գտնում է, որ այո, Եվրոինտեգրումը անհրաժեշտություն է ու մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որ դա Հայաստանի Հանրապետության համար անայլընտրանք ճանապարհ է։ Բայց միաժամանակ ԿՊ-ում կան մարդիկ, եւ գուցե շատ ավելի շատ են այդ մարդիկ իրենց թվով, որոնք համարում են, որ 3+3 ձևաչափը տարածաշրջանի համար շատ լավ ձևաչափ է, որ Եվրոինտեգրումը շատ վտանգավոր է, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այդ հնարավորությունները Եվրամիության անդամի, ով բանիվ դեմ են Եվրամիության անդամակցության գործընթացին։ Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսակետների մեջ որոշակիություն մտցնելու, որովհետև սա չի վերաբերում միայն ԿՊ-ի որոշմանը, սա չի վերաբերում միայն, ասենք, ԿՊ-ի իբրև իշխանություն ճակատագրին, սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության իբրև պետության ճակատագրին։ Տեսեք, տարածաշրջանում գրեթե բոլոր պետությունները ունեն պաշտպանական այնպիսի վահաններ, որ որևէ այլ պետություն չի հարձակվի այդ պետության վրա։ Օրինակ, ով կարող է հարձակվել Թուրքիայի վրա, կամ ով կհարձակվի Ադրբեջանի վրա, ով կհարձակվի Վրաստանի վրա, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հակառակ Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ բավականին լարված հարաբերություններին սկսա տարբեր նախագահների օրոք, տարբեր, թե հանրապետական, թե դեմոկրատական շատ տարբեր նախագահների օրոք։ Եկեք չբացառենք։ Վրաստանի վրա ով պիտի հարձակվի։ Ռուսաստանը։ Ռուսաստանը ինչու պիտի հարձակվի Վրաստանի վրա։ Իսկ ինչու է Վրաստանի իշխանությունը այդքան վախեցած եւ չի գնում հենց պատերազմի վտանգից։ Ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունը ոչ թե պատերազմի վտանգից այն ինչ կատարվում է այսօր Վրաստանում, որ այնուամենայնիվ քաղաքացիական բախումների հասավ իրավիճակը եւ քաղաքական լուրջ ճգնաժամ է Վրաստանում, որովհետեւ եթե վրացական երազանքի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոյեմբերի 30-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստն են անելու, շատ փորձագետներ էլ հայտարարում են, որ այդ նիստը չի կարող իրավազոր լինել, որովհետեւ Վրաստանի նախագահ Սարոմե Զուրաբիշվիլին դիմել է սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով, քանի դեռ սահմանադրական դատարանի վճիռ չկա, չի կարող խորհրդարանի նիստը իրավազոր համարվել։ Տեսեք ինչ է կատարվում Աբխազիայում։ Այո, բայց մենք մեր առջև ունենք 2008 թվականը։
Մենք մեր արժև ունենք 2008 թվականը, բայց եկեք հաշվի նստենք այն փաստի հետ, որ աշխարհում արդեն 2024 թվականն է։ Բայց կարող եք Եվ Ռուսաստանի Դաշնությունն այն պետությունն է, որ սեփական տարածքը պաշտպանելու համար հյուսիսկորեացիները բերում։ Այսինքն Եվ այդքանից հետո դուք պատկերը ոնց եք պատկերացնում, որ Ռուսաստանը խրված Ուկրաինայում, այն Ուկրաինայում, որի դեմ պատերազմը պետք է ավարտել 3 օրում Կիև մտնելով եւ ռուսական դերոշը ռատուշայի վրա բարձրացնելով, բայց արդեն 1200-րդ օրն է, պատերազմ ոչ մի հաղթանակի հույս Ռուսաստանը չունի, թեև հայտարարում է, որ ինքը արդեն հաղթել է, բայց ակնհայտ է նրա ռազմավարական պարտությունը, ակնհայտ է, որովհետև սոսկ այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ սկսեց, որպեսզի Ուկրաինան չանդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ հիմա ՆԱՏՕ-ն թե Շվեդիայում է, թե Լեհաստանում է, թե Ֆինլանդիայում է, դա ռազմավարական պարտություն է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը հիմա որևէ երկրի վրա հարձակվելու ուժ չունի։ Եթե ինքը այդ ուժը ունենար, ինքը վաղուց արդեն ազատագրել էր Կուրսկի մարզը, վաղուց արդեն ազատագրել էր։ Ռուսաստանի թեման փակենք, վերադառնանք Հայաստան ձեր թույլտվությամբ իհարկե։ Տեսեք, մենք պետք է պաշտպանված լինենք, մեզ պետք են իրական դաշնակիցներ, եւ այդ իրական դաշնակիցները իրական հողի վրա մեզ համար կարող է լինել միայն Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե մենք ուզում ենք անվտանգություն, եթե մենք ուզում ենք զարգացում։ Մենք տարածաշրջանում չենք կարող գտնել այդ դաշնակիցներին։ Դրանք պարզապես չկան։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունը չդիտեր իբրև ֆորպոստ եւ Հայաստանի Հանրապետությունը դիտեր իբրև իրավազոր պետություն, իրավազոր դաշնակից, Գիտեք, ծովացավալ ժամանակ ուներ Հայաստանի Հանրապետության տնտեսությանն էլ շնչելու հնարավորություն տալու, Հայաստանի Հանրապետության բանակն էլ չդատարկելու ու իսկապես զինելու ի տարբերություն ադրբեջանական բանակի, որին վաճառում էր հարձակողական զենքեր։ Վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունից բնակչությունը իբրև աշխատուժ Ռուսաստան չտանելու ու բանակի զինվորների թիվը չպակասացնելու քաղաք, ժողովրդագրական խնդիր է չկործանելու քաղաք։ Ռուսաստանը այդ հնարավորություններ ուներ, բայց Ռուսաստանը դա պետք չէ, Ռուսաստանը պետք է Հայաստանը իբրև շատ անզոր ամեն ինչում իրեն նայող, իր գրպանին, իր աչքերին, չգիտեմ, իր ձեռքերին նայող պետություն, որը սեփական կամք չունի։ Որտեղից եկան Հայաստանի Հանրապետությունը ու Ռուսաստանի Դաշնության հակասությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը սկսեց ցույց տալ, որ ինքը ինքնուրույն պետություն է եւ կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն։ Ընդամենը այդտեղից։ Այսինքն Հայաստանը չի գեներացրել հակառուսական տրամադրություններ, հակահայկական տրամադրություններն են եկել Ռուսաստանից այստեղ։ Եվ այս պարագայում մեր քաղաքակրթական ընտրությունը միանշանակ է։ Մենք այլևս չենք կարող Ռուսաստանի հետ հույսեր կապել։ Ռուսաստանը մեր թշնամու բարեկամն է։ Դրանից չի բխում, որ Ռուսաստանը կարող է երբևէ լինել մեր բարեկամը։ Մեր թշնամու բարեկամը չի կարող մեր բարեկամը լինել։ Մենք պետք է գտնենք իրական բարեկամները արևմուտքում են։ Եվ եթե դուք ինձ հարցնում եք գուցե ԿՊ-ն խորհրդարանում այնուամենայնիվ Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին կողմ քվեարկի, ասեք ես շնորհակալություն կհայտնեմ ԿՊ-ին։ Եվ ոչ միայն ես, բոլորը շնորհակալություն կհայտնեն ԿՊ-ին, ինքը իրենից հասու լինելու եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն, անկախություն, ինքնիշխանություն զարգացնելու համար։ Շնորհակալ ենք։ Ես էլ ձեզ։ Ես հյուրընկալել էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։